Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր ապրիլի 24 Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, և ինձ մեկ փորձեք սրանով, ասում է զորաց Տերը, թե արդյոք չեմ բանա ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի։ Մաղաքիա 3:10 խոսք։ Շատերը կարդում են այս խոստումը և գործածում այն, չնկատելով այն պայմանը, որի ներքո խոստացված է օրհնությունը։ Մենք չենք կարող ակնկալել, որ երկինքը կբացվի կամ օրհնությունները կթափվեն, եթե չկատարենք մեր պարտականությունները մեր Տեր Աստծո և նրա գործի նկատմամբ։ Սուրբ նպատակների համար միջոցների պակաս չէր լինի, եթե բոլոր քրիստոնյաները իրենց արդար բաժինը նվիրաբերեին։ Շատերը տառապում են, որովհետև թալանում են Աստծուն։ Շատ եկեղեցիներ նաև կորցնում են հոգու ներկայությունը, որովհետև զրկում են իրենց ծառայողներին իրենց ապրուստի միջոցներից։ Եթե Աստծո ծառաները նյութական միջոցներ չունեն, զարմանալի չէ, որ նրանց ծառայությունը չի կարողանում բավարար հոգևոր սնունդ ապահովել մեր հոգիների համար։ Երբ միսիոներական կազմակերպությունները տառապում են միջոցների պակասից և Տիրոջ գործը խոչընդոտվում է դատարկ գանձանակի պատճառով, ապա ինչպես կարող ենք ակնկալել զգալի հոգևոր աճը։ Դե ով հոգի, ինչ ես տվել Տիրոջը վերջերս։ Միգուցե ժլատ ես եղել քո Աստծո հանդեպ, միգուցե ժլատ ես եղել քո Փրկչի հանդեպ։ Ով հոգի, տուր տասանորդդ քո Տեր Հիսուսին, օգնելով աղքատներին և առաջ մղելով նրա գործը, և այդ ժամանակ կհամոզվես նրա զորության մեջ քեզ լիարժեք օրհնելու համար։